Սիրելի հայրենակիցներ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանն է Արադ քաղաքում։ Բացումը տեղի ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 21-ին։ Քաղաքականության մեջ ես կուրքեր չունեմ, բայց բոլորն է գիտեն Սպարապետ Վազգեն Սարգսյանի հանդեպ իմ անձեռնմխելի եւ գրեթե պաշտամունքի հասնող վերաբերմունքի մասին։ Ուստի իրավամբ ես շատ հաճախ ինձ կոչում եմ Վազգենական։ Շատ հաճախ եմ լինում այս վայրում, նստում եմ եւ նաեւ զրուցում Սպարապետի հետ։ Այդպիսի մոնոլոգ զրույցներից մեկի ժամանակ էլ ծնվեց մի բանաստեղծություն, որը վերնագրել եմ Տեսար ինչ եղավ։ Տեսար ինչ եղավ, հարգելի Վազգեն։ Շուտով նաեւ քեզ կքննադատեն։ Կասեմ, որ դու ես այն մեղավորը, ում մեղքով ընկանք այս հիմար օրը։ Իզուր հաղթեցիր դու այն ժամանակ։ Այս ազգին պետք չէր ոչ մի հաղթանակ։ Ճակատին խարան, վրան դավաճան, սա պիտի փտեր վիհում պարտության։ Լավ է չտեսար վերջին Սպարապետ, թե քեզնից հետո ինչ եղավ մեզ հետ։ Ինչպես մերօրյա մի ցռան վերգո մասարմաս ծախեց հաղթությունը քո։ Զավեշտը եկել այնտեղ է հասել, որ քեզ են նաև փորձում մեղադրել։ Ցավով եմ փաստում, բայց այս ցինիկը գիլյոտինում է մեր հայրենիքը։ Կյանքում հարգում են միայն հաղթողին, ոչ թե հայրենի հողը ծախողին։ Եթե արթնանաս ինչ-որ հրաշքով, սրան կխեղտես քո իսկ ձեռքերով։ Գիտես ինչու է ցավը սաղմկում, որ եղբայրդ է սրան աջակցում։ Իսկ շատերը քո ընկերներից հրաժարվեցին Արցախ աշխարհից։ Մենակ տեսնեիր, թե քո քաղաքում քո անվան ներքո ինչեր են անում։ Թող հանգիստ ննջի քո հպարտոքին։ Չեմ ուզում ես սաղ լցնել քո վերքին։ Տես, ուր ենք հասել ատելության մեջ, որ հոշոտում ենք իրար մինչև վերջ, չարակամություն, անեծք, հայհոյանք, անսահմանության հասնող հակակրանք։ Սեր երազեցինք եւ գովերքեցինք, բայց անսերության դատապարտվեցինք, ատում ենք իրար ու այնպես ուժգին, որ ճայք է տալիս օտարի հոգին։ Վաղ խոսենք այսօրվա մասին, կբերենք փաստեր անիմաստ ու սին, թե վերջին պահին ինչ որ բան նորից խլեց հաղթելու կամքը մեր ձեռքից։ Դեռ միջև այսօր Շուշվա լեռներում քո հարսանիքի երգն է ողանջում։ Իսկ մարտակոչդ մահապարտների հաղթաշրջանի շունչը կբերի։ Բայց մի ներքին ձայն հարև անընդմեջ ինձ հիշեցնում է խոսքերդ անվերջ, որ դարը 21 մերն է լինելու եւ նոր Վազգենն է այն մեզ բերելու։ Շնորհակալություն։